անվտանգություն, ինքնիշխանություն, վճռականություն, դիմակայունություն։ Եվրամիությանն անդամակցություն, զարգացած տնտեսություն, ուժեղ բանակ, վստահելի դաշնակիցներ։ Ազգային արժանապատվություն, միասնականություն, համերաշխություն, պատասխանատվություն։ Օրենքի գերակայություն, անկախ դատարան, կոռուպցիայի մերժում։ Բարձր աշխատավարձ, անվճար բարձրագույն կրթություն, հասանելի առողջապահություն, արժանապատիվ թոշակ։ Հանուն հանրապետության, քո ձայնը խորհրդարանում։ Կատարիր գնումների ձյան համակարգիր խանութ սրահներից և յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ և լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Նոր դիմագից 7 երկրից ձեռք բերված ու տեղական նոր սպառազինություն նոր հանդերձանք հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Հայաստանի զինված ուժերի զորահանդեսը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր լիակատար աջակցությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանին։ Թրամփը նշել է, որ Փաշինյանը Հայաստանն ուժեղ ու անվտանգ երկիր է դարձնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքել է Ռուսաստանից այս օրերին հնչող սպառնալիքներին։ Մեկնարկել է ԵԱՏՄ նիստը Եվրասիական տնտեսական միության առաջնորդները ուրբաթ օրը կքննարկեն միությանը Հայաստանի հետագա մասնակցության հարցը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Սիրանույշ Պապյանն եմ, այսօր մայիսի 28-ն է, 5 շաբթի։ Ուղիղ եթերում քննարկում ենք անցնող ժամերի կարևորագույն իրադարձությունները։ Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցել զորահանդես, Հայաստանը ցուցադրել է զինված ուժերի նոր սպառազինությունը, նոր հանդերձանքը։ Զորահանդեսին ցուցադրվել է 7 երկրներից ձեռք բերված ու նաև տեղական սպառազինությունը։ Ծանր հրետանային համակարգ DOS 1A։ Ծանր հրետանային ստորաբաժանումները նախատեսված են լիազգային և տանկային ստորաբաժանումների, կրակային աջակցման, մարտերի ընթացքում կրակային տարբեր դիրքերից մինչև 6 կիլոմետր հեռավորության և մեկ համակարգով 40,000 քառակուսի մետր մակերեսով պայմանական հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման, ինչպես նաև զրահապատ տեխնիկայի շարքից դուրս բերման համար, որտեղ անհրաժեշտ են կրակի խտություն ու նշանակետերի խոցման արդյունավետություն։ Այս համակարգերը զինված ուժերի կառուցվածքում ունեն կարևոր դեր, ապահովելով ստորաբաժանումների գործողությունների աջակցություն։ Նրանց կիրառումը պահանջում է մասնագիտական բարձր պատրաստվածություն, ճշգրիտ հաշվարկներ և համակարգված գործողություններ, որոնք իրականացնում է փորձառու անձնակազմը։ Ռադիացիոն քիմիական կենսաբանական պաշտպանության զորքերի առաքելությունն է հայտնաբերել, գնահատել և կանխել ռադիացիոն, քիմիական և կենսաբանական սպառնալիքները, ինչպես նաև իրականացնել համապատասխան պաշտպանության և վերականգնման միջոցառումներ։ Այս զորքերն ապահովում են պաշտպանության կարևոր ուղղություններից մեկը՝ ուղղված վտանգավոր գործոնների հայտնաբերմանը, կանխարգելմանը և հետևանքների վերացմանը։ Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսին իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է 26 թվականի Հանրապետության այսօրը նշում ենք բոլորովին նոր պատմական պայմաններում շուրջ 35-ամյա հակամարտությունից հետո Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատված։ Խաղաղությունն այն է, ինչ Հայաստանի առաջին հանրապետությունը չհերիքեց անկախությունը պահպանելու ու զարգացնելու համար եւ խաղաղության բացակայությունը դարձավ այն առանցքային պատճառը, որով Հարավային Կովկասի 3 երկրներ 1918 թվականին իրար հետ անկախություն հռչակելով 20-ին իրար հետևից կորցրին այդ անկախությունը։ Այսօրվա զորահանդես հաշվետվության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրների արտադրության սպառազինություն եւ ռազմական տեխնիկա եւ ռազմատեխնիկական համագործակցության այս աշխարհագրությունը իրական Հայաստանի
գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականությունների արդյունք է։ Զորահանդես հաշվետվության կարևոր առանցքներից մեկը Հայաստանի Հանրապետությունում արտադրված սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան է, որն այսօր միջազգային շուկայում կայուն դիրքեր զբաղեցնելու առաջին, բայց վստահ քայլերն է անում։ «2022 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության կառավարությունը շուրջ 170 միլիարդ դրամի ներդրում է արել ռազմարդյունաբերական համալիրում եւ այսօր մենք ունենք արդյունքներ, որոնցով կարող ենք հպարտանալ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության բարձրացման էական գործոն են նաեւ մի քանի տասնյակ ամրացված շրջանները, որոնք 21-րդ դարի պահանջներին համապատասխան ամրոց բերդեր են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով եւ ինժեներական մտքի գլուխգործոցներ։ Այսօր հպարտության առիթ է նաեւ այն, որ զորահանդեսին մասնակցում են կամավոր ատեստավորմամբ իրենց բարձր մարտունակությունը ապացուցած զինծառայողներ, ինչպես նաեւ Պաշտպան հայրենյաց ծրագրի մասնակիցներ, ովքեր ժամկետայինից պրոֆեսիոնալ բանակի անցման գործընթացի կարևոր մասնակիցներ են։ Այսօրվա զորահանդեսը հաշվետվություն է քաղաքացիներին, թե վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունը ինչ է արել Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունը բարձրացնելու համար։ Բայց այս հաշվետվության հասցեատեր են նաև մեր նահատակները, ում զոհությունների գնով, ում կյանքի գնով Հայաստանի Հանրապետությունը այսօր պետություն է ավելի քան երբևէ, անկախ է ավելի քան երբևէ, ինքնիշխան է ավելի քան երբևէ, անվտանգ է ավելի քան երբևէ։ Մեկ րոպե լռությամբ, բայց նաև հրետանային համազարգով հարգենք մեր բոլոր նահատակների հիշատակը։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա առիթով։ Հայաստանի Հանրապետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունն արդիականացրել է բանակի նոր զինանշանը ու նոր տարբերակը ներկայացրել է հանրությանը։ Նախ անդրադարձ է կատարվում զինանշանի արդիականացման պատճառներին։ Ընդգծվում է, որ 2001 թվականին հաստատված Հայաստանի զինված ուժերի արդեն նախկին զինանշանում առկային մի շարք զինանշանագիտական, ձևաբանական ու գաղափարաբանական թերություններ, ուստի բանակի կերպափոխման համատեքստում նախաձեռնվել է նաև զինանշանի արդիականացման սրբագրման գործընթացը։ Սիրելի հայրենակիցներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության բանակի արդիականացված նոր զինանշանը։ Նախ անդրադառնանք զինանշանի արդիականացման անհրաժեշտության պատճառներին։
2001 թվականին հաստատված եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նախկին զինանշանում արկային մի շարք զինանշանագիտական, ձևաբանական, գաղափարաբանական թերություններ։ Ուստի բանակի կերպափոխման համատեքստում նախաձեռնվել է նաեւ զինանշանի արդիականացման սրբագրման գործընթացը։ Նախկին զինանշանի հիմնական կերպարը արծիվը ունի հերալդիկ եւ գեղագիտական էական թերություններ։ Արծիվը պատկերված է փակ կտուցով։ Հերալդիկայում փակ կտուցը համարվում է հանգիստ, ոչ մարտական վիճակ, հաճախ ընկալվում է անշունչ կերպար, ինչը հակասում է բանակի էությանը։ Բացակայում է արծվի հիմնական մարմինը՝ իրանը։ Այն ձուլված է ընդհանուր մակերեսին, ստեղծելով միայն փետուրներից հավաքված արծվակերպ պատկեր։ Բացակայում են արծվի վերջույթները, ճանկերը, զենքը։ Սա ստեղծում է անդամահատված, անզոր խոցելի էակի տեսք, ինչն անթույլատրելի է բանակի խորհրդանիշի համար։ Նախկին զինանշանում սուրը տեղադրված է վահանի հետևում, ինչը հերալդիկայում պաշտպանությանը ոչ պատրաստ լինելու նշան է։ Սակայն Հայաստանի Հանրապետության բանակի առաքելությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, տարածքային ամբողջականության պաշտպանությանը մշտապես պատրաստ լինելն է։ Զինանշանի նախկին տարբերակում արկա է պետական դրոշի պատկերման կոպտագույն սխալ։ Այն ներկայացված է ոչ թե որպես մեկ ամբողջություն, այլ մասնատված է առանձին ժապավենների կամ կտորների։ Դրոշի այսպիսի աղավաղումը խորհրդաբանորեն կարող է մեկնաբանվել որպես պառակտված, մասնատված կամ ոչ ամբողջական պետականություն։ Հայաստանի Հանրապետության բանակի նոր զինանշանի նկարագրությունը։ Նոր զինանշանի կենտրոնական կերպարը, արծիվը, վերաիմաստավորվել է, պատկերված է լիակատար կենդանի եւ ամբողջական մարմնավորմամբ։ Հստակ երևում են գլուխը, մարմինը, թևերը եւ ճանկերը, հաղթահարելով նախկին զինանշանի բացթողումները։ Արծվի կտուցը բաց է, ինչը հերալդիկայում խորհրդանշում է կենսունակություն, պատրաստակամություն, զգոնություն, խոսքի եւ ուժի իրավունք։ Որպես թագակիչ գիշատիչ, արծվի հստակ եւ դինամիկ կեցվածքն ուղղակիորեն խորհրդանշում է Հայաստանի Հանրապետության բանակի արթնությունն ու մարտական ոգին։ Այն մարմնավորում է բանակի առաքելությունը՝ պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը, սուվերենությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Նոր զինանշանում արծվի կերպարն ամրապնդվում է նրա հետևում շողացող ոսկեգույն արևով, որի ճառագայթները հստակորեն ծավալվում են շրջանաձև։ Արևն այստեղ հանդես է գալիս որպես լույսի եւ կենսունակության խորհրդանիշ, մարմնավորելով հայ ժողովրդի հարատևման գաղափարը։ Ընտրված ոսկեգույնը պատահական չէ, այն հավերժականության, բարեկեցության եւ իշխանության գույնն է։ Արևի տեղադրությունն արծվի թիկունքում ընդգծում է այն սրբազան արժեքները, որոնք գտնվում են պետության, արծվի, հովանու եւ պաշտպանության ներքո։ Արծվի կրծքին տեղադրված է կլոր ոսկեգույն վահան, որը զարդարված է հայկական ութաթև արևախաչով, իսկ կենտրոնում սերմնահատիկով, որպես Հայաստանի Հանրապետության բանակի կենտրոնաձիգ խորհրդանիշ։ Սերմը մարմնավորում է ապագա զինվորներին, որոնք ռազմի դարբնոցում պիտի ծլարձակեն, ծառ ու պտուղ դառնան եւ հավերժական անընդհատության խորհրդով նորից սերմ տան։ Վահանը արծվի վրա պաշտպանության խորհրդանիշ է։ Արծիվն իր երկու ճանկերում բռնել է պատմական նշանակություն ունեցող զենքեր՝ ձախում ոսկեգույն սուր, իսկ աջում Հայաստանի Հանրապետության բանակի պահապան Աշոտ Երկաթի սուրբ խաչը, Հայաստանի բանակի զինվորական թալիսմանը։ Սուրն արծվի ճանկում խորհրդանշում է միշտ պատրաստ կարգավիճակը։ Զինանշանի վերին հատվածում պատկերված է Հայաստանի պետական դրոշի եռագույնը եւ Հայաստանի Հանրապետության քարտեզը։ Այս տարը զինանշանը ներդաշնակորեն կապում են Հայաստանի Հանրապետության հետ, ընդգծելով, որ բանակն անվտանգության երաշխավորներից մեկն է։ Կերպափոխման հայեցակարգով նախատեսված բարեփոխումները Հայաստանի Հանրապետության բանակում շարունակվում են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր զորահանդեսից հետո պատասխանել է լրագրողների հարցերին, նա անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որ եթե իրենից հաղթանակ կգողանան, պատրաստ է գնալ հեղափոխության։ Վարչապետի խոսքով Հայաստանի իրավապահ համակարգը բավարար կայացած է, բնում կխեղդվի հեղաշրջման ցանկացած փորձ։ Հայաստանը իրավապահ եւ ինստիտուցիոնալ համակարգը բավարար չափով կայացած է, որպեսի բնում խեղդի ցանկացած հեղաշրջման փորձ, իսկ եթե Ռոբերտ Քոչարյանն այնքան է իր իրականության զգացումը կորցրել, որ մտածում է, որ ինքը Հայաստանի Հանրապետության ընտրություններում կարող է հաղթել, ես այդ դրա վերաբերյալ ճիշտ ասած անիմաստ եմ հայտարարում, անիմաստ եմ համարում որևէ մեկնաբանություն ասել, մնում է միայն կարեկցել այդ մարդուն։ Եթե խլելու բան կա, մենակ քո բանտը ձեռից կարան խլեն, դա կարծում եմ այս անգամ չի ստացվի։ Այն մյուսները, որ ասում եք բանը, Ծառուկյանը ասում ապացուցի, որ շպիոն է։ Շպիոնին
օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով է ինքը Անդրանիկ Թևանյանին ներառել իր ցուցակ։ Ինքը գործակալ է։ Այդ ժարգոնն էլ ասում եմ, որ մի հատ խելքդ գլուխը հավաքի։ Խելքդ գլուխը հավաքի, լավ այդ քեզ հաշիվ տու դու ով ես ընդհանրապես եւ ում հետ ես խոսում։ Հանցագործ։ Սա քեզնով էլ կզբաղվենք, Ծառուկյան գալի։ Պատրաստվի արած ցեմենտը սեփական պետականացնում ենք եւ այդ հանցավոր գործարքի համար դու խանամիտ պատասխանատվություն եք կրելու Հայաստանի ժողովրդին թալանելու համար։ Եվ պատրաստվի, որ դղյա կտել դառնալու է ծերերի խնամքի կենտրոն մինչև 2031 թիվ։ Ես Հայաստանի ընտրողների առաջ դա խոստանում եմ։ Առյուծը չգիտեմ, բայց դու պատրաստվի, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում։ Հետդ էլ որց կլինի անպայման, խոստանում եմ։ Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ Ղարաբաղի փախած պսևդոէլիտայի գործունեությունը պետք է զրոյացվի։ Ինչ վերաբերում եմ խոսույթին, այդ խոսույթը վերաբերվում էր Լեռնային Ղարաբաղի պսևդոէլիտային եւ նրանց հարակից շրջանակներին, եւ դա ճիշտ խոսույթ է, որովհետեւ նրանք քիչ չի փախել են, բառիզբուն իմաստով փախել են Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ, հիմա էլ եկել են, ուզում են Հայաստանի ժողովրդին եւ նրա Հայաստանի ժողովրդին կրկին ներկայացնեն պատերազմի մեջ։ Այո, եւ ես ասել եմ, որ Ղարաբաղի այսպես կոչված պսևդոէլիտային արմատախիլ եմ անելու Հայաստանի Հանրապետությունը։ Նրանք որպես այդպեսին իրավունք չունեն։ Եվ այո, այդ մարդիկ պետքա պարզաբանեն, հասուն տղամարդիկ, որ այսօր եկել են Հայաստանում, ասում են Ղարաբաղի հարցը եւ այլն, ինչ որ բաներ են պատմում, իրանք որտեղ են եղել։ Իրանք բացի փախնելուց ուրիշ ինչով են զբաղվել։ Ոչ մի բանով։ Եվ այդ խոսույթը վերաբերում է ոչ թե նրանց, որ կարող էին զոհվել եւ չեն զոհվել, այլ նրանց, ովքեր ընտրել են, որ իրենք պետք է ոչ մի պարագայում չզոհվեն։ Ես էլի ասում եմ, որ իմ որդու մոտ արկից խրամատից իր հետ ծառայակիցները զոհվել են։ Իմ ընտանիքը եղել է Ղարաբաղում։ Եվ դա դարձել է շատ բաների առարկա, շատ քննարկումների առարկա։ Այդ Ղարաբաղի պսևդոէլիտաները, որ ամեն անգամ փախել են ու եկել են էլի Հայաստան ուզում են ներքաշեն կոնֆլիկտի մեջ, այո, իրանք պետք է պարզաբանեն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեր մեծ բարեկամը եւ առաջնորդը իր երկիրը դարձնում է ուժեղ, հարուստ ու շատ անվտանգ։ Նիկոլը լիովին կիսում է Հայաստանի եւ ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար խաղաղության ու բարգավաճման իմ տեսլականը։ Մեր պետքարտուղար Մարկո Ռուբիոն հենց նոր այցելեց Հայաստան, որտեղ նա առաջ մղեց մի քանի կարևոր գործարքներ մեր երկու երկրների համար։ Շուտով Միացյալ Նահանգները եւ Հայաստանը միասին հիմք կդնեն միջազգային խաղաղության ու բարգավաճման Թրամփի ուղին, որը կվերափոխի Հարավային Կովկասը եւ կօգնի մեր հրաշալի ամերիկյան էներգետիկ ընկերություններին հասանելիություն ձեռք բերել Կենտրոնական Ասիայից մինչեւ Միացյալ Նահանգներ։ Այս պատճառները հաշվի առնելով Նիկոլը վայելում է իմ ամբողջական ու լիակատար աջակցությունը 26 թվականի հունիսի 7-ին վերընտրվելու համար։ Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան կհասցնենք ավելի մեծ բարձունքների, քան երբևէ։ Դարձրեք Հայաստանը կրկին մեծ։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Ղազարյան, շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ այսպես ինչ է կատարվում Տիկին Ղազարյան, մենք տեսանք զորահանդեսը, տպավորիչ 7 երկրներից ըստ էության Հայաստանը արդեն զենք է ձեռք բերում, բայց միաժամանակ լսում էինք Սամվել Կարապետյանին, որն ինչ էր ասում էր անամոթաբար զորահանդես եք ցույց տալիս, 3 պատերազմ, 3 պարտություն մեր գլխին բերած
Նիկոլ Փաշինյանը անամոթաբար նման զորահանդես է ցույց տալիս։ Ինչպես է արձագանքում համեցեք։ Շնորհակալ եմ շատ հարցի համար, նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս Հանրապետության օրվա կապակցությամբ եւ իսկապես մենք այսօր ականատես եղանք փառահեղ զորահանդեսի, որը երբևէ չէինք ունեցել, որովհետեւ իրապես այն բոլոր զինտեխնիկան եւ նաեւ Հայաստանում արտադրված հատկապես մեծ պարտություն ապարգևեց յուրաքանչյուրիս, ովքեր ականատես եղան եւ կարծում եմ ողջ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մոտ այդ հպարտության զգացումը եղավ, որովհետեւ եթե հաշվի առնենք այն կարճ ժամանակաշրջանը, որի ընթացքում կերպափոխվեց այսպես մեր զինտեխնիկան, ոչ միայն զինտեխնիկան, այլ ամբողջ բանակը, Հայաստանի Հանրապետության բանակը, դա իսկապես հպարտության մեծ զգացողություն է տալիս։ Իսկ ինչ վերաբերվում է ասում է այդ զենքերը ոչ էլ կկրակեն, հենց զենքերը պետք լինեն կհանձնեք Ադրբեջանին, Ալիևին, ես մասնավորապես նշում եմ բառացի նրա մեկնաբանությունները։ Դե գիտեք, առաջին անգամ չէ ոչ օդաբաշխ մտքերով աչքին կնում Սամվել Կարապետյանը, հետևաբար կառաջարկեմ ընդհանրապես տրամաբանություն չփնտրել նրա խոսքերի հետևում, որովհետև իրապես երբևէ չես կարողանում, եթե նույնիսկ մեկ րոպեանոց տեսաուղերձ է կամ ինչ-որ խոսույթ է հայտնվում, երբեք այդ մեկ րոպե նույնիսկ տրամաբանություն չի պարունակում, այնպես որ ուշադրություն մի դարձրեք դրան, իսկ ինչ վերաբերվում է զենքերին, մենք անհոդաբաշխ այո, անհոդաբաշխ եւ անտրամաբանական։ Ես երբևէ նման մտքեր արտահայտող մարդ չէի տեսել իմ ողջ կյանքում, որովհետեւ երբ լսում ես, փորձում ես ինչ-որ հասկանաս, լավ, ինչ ասում ես մարդը, բայց ապարդյուն են ջանքեր, որովհետեւ երբեք մի նախադասությունը մյուսի հետ ընդհանրապես կապ չունի։ Այսինքն բացահայտել եք ձեզ համար։ Այո, ես կարծում եմ ինքը այսպես հատուկ տիտղոս ունի, երևի Հայաստանի Հանրապետությունում միակ այդպիսի մտքեր արտահայտող անձնավորությունն է, որը նոր է հայտնաբերել իհարկե։ Իսկ ինչ վերաբերվում է զենքերին, մենք այդպես էլ մտածում էինք, որ գուցե մարդիկ կլինեն մարտունակության, իրենց լավ այսպես ոչ թե իրական զենքեր լինելու վերաբերյալ գուցե ունենան կասկածներ, այդ իսկ պատճառով ամբողջ օրը այդ ամբողջ զինտեխնիկան լինելու է Տիգրան Մեծ պողոտայում, Հանրապետության հրապարակում, որպեսզի մարդիկ գնան, տեսնեն, շոշափեն, այսպես ասած զգան ու զգան այն արդյունքը, որը որ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ միասին ստեղծել ենք, իրականում բոլորի ներդրումը կա այս ամբողջ գործում, ի վերջո Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ունի իր ներդրումը նաև բանակի կերպափոխման գործում։ Բայց տեսակ արդեն դիզայնի հետ կապված քննադատություններ կային զորահանդեսի, նույնիսկ տեսակետեր հնչում, որ հուսով ենք սա առաջի ու վերջին անգամ է, որ նման անճաշակություն է մատուցվում, չգիտեմ, հետևել եք արդեն համացանցի օգտատերերի այդ Դե գիտեք, հետաքրքրությունները բնականաբար տարբեր են, բնականաբար քարոզարշավային այս շրջանում անընդհատ կփորձեն ինչ-որ թերություններ փնտրել, ինչ-որ բաներ գտնել, զինանշանին կպան, ես այս արեցին, այն արեցին, բայց իրականում բոլորի վերաբերյալ շատ լավ էլ այդ բացատրությունները ունեն ու շատ լավ էլ տեսնում են փոփոխությունը, պարզապես մարդիկ ուզում են այդպես խոսան ու բանան են, դաշտը լցնեն այդ խոսույթով անում են, փորձելով էլի մոլորեցնել հանրությանը, այս ամբողջ շրջանում քարոզարշավի միակ բանը, որից ամենաշատը, այսպես ասած, իմ մոտ դիսկոմֆորտ է առաջանում, երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին փորձում են մոլորեցնել այս կամ այն թեզերով, որոնք որ ակնհայտ այսպես անհիմն չեն, նույնիսկ տրամաբանական չեն, տրամաբանության եզր չունեն։ Երևի Տիկին Ղազարյան նկատի ունեք այդ 300,000 ադրբեջանցիների այո, այն տեսահոլովակները, որ տարածում եւ նաեւ տեսակ այն ուրեմն տեսահոլովակը, թե ինչպես օրինակ հայ երեխային պարտեզում չեն ընդունում, որովհետեւ ադրբեջանցիները ավելի արագ են բազմանում, տեսակ որ հայ երեխայի համար այլևս մանկապարտեզում տեղ չկա։ Զարմանում եմ, նույնիսկ այդ տեսանյութը պատրաստողները լավ չեն կարողանում ասել, որ սա բացի ծիծաղից ուրիշ բան չի կարող առաջացնել, որովհետև նման մտքեր գեներացնելը կամ չգիտեմ, ինչքան պետք է անտրամաբանական լինես, չգիտեմ, որ կարողանաս նման մտքեր գեներացնել։ Իհարկե, վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի տրվում դրան, որովհետև մենք այնքան ճանապարհ ենք անցել իրար հետ, որ հիմա
գալ այսպես բերել ինչ որ մարդիկ դրսից, որոնք փորձեն ինչ որ վախերի կամ էմոցիաների վրա խաղալով ինչ որ բան գեներացնել, չեմ կարծում մենք բազմիցս նման երևույթների ականատես ենք եղել, այսքան շրջանում էլ գերիների հարցով էմոցիաների վրա փորձեցին խաղալ ժողովուրդը, էս անել, են անել, անընդհատ իրենց շուրջ ինչ որ էմոցիաների վրա բաներ սարքել եւ տեսան, որ ժողովուրդը երբեք իրենց կողք չկանգնեց։ Ու էլի շարունակել նույն տրամադրություն ու այս տիպի անհիմն թեզերով անհնար է։ Իրենք ասում են, որ հաղթանակն իրենց է, իրենց հարցումներն այլ բան են ցույց տալիս, որ այդպես մի ասեք, որ ժողովուրդը իրենց կողքին կանգնած չէ, իրենց ուրեմն իրականացրած հարցումներով այս իշխանությունը պարտվում է, դուք տեսել եք տարբեր այսպես ընդդիմադիր այդ ինչպես վարչապետն է ասում եռագլուխ ուժերը իրենց հարցումներն են իրականացնում եւ ըստ այդ հարցումների դուք պարտվում եք։ Մենք 21 թվականին հիշում եք Գելափի հարցումները, որ իրանք անընդհատ ցույց էին տալիս, նույն տրամաբանության մեջ է իրենց աշխարհում, այսպես շատ նեղ աշխարհում, իրանք միշտ հաղթող են։ Բրավո, ինչ ասեմ, ընտրության արդյունքները ցույց կտան, թե իրականում ինչ է կատարվում։ Ժողովուրդը շատ իրատեսական է։ Ժողովուրդը փաստերի վրա է հիմնվում։ Ես վստահաբար կարող եմ ասել, ու շատ լավ ժամանակաշրջան է հիմա, Քարոզ Արշավի ժամանակաշրջանը, իրոք այսպես համեմատություններ անել եւ ծանոթ թեթև անել ու ընտրությունների գնալ։ Քարոզ Արշավը հենց դրան է միտված, որպեսզի կարողանաս փաստերը իրար կողք դնելով, համադրելով, հավասարակշռելով հասկանալ որը որտեղ է տանում եւ ինչ ենք գնում, ինչի համար ում պետք է ընտրել, ինչի համար պետք է ընտրել օրինակ Սամվել Կարապետյանին, այսինքն Սամվել Կարապետյանին դե բնականաբար ոչ տեխնացու է, ոչ կարող է լինել եւ այլն, իր գլխավորած ուժին կամ Ռոբերտ Քոչարյանին կամ մյուսը, ովքեր մտածում են, որ իրենք ունեն ժողովրդի աջակցությունը։ Կամ դու կգաս ընտրությանը, կամ կգան ադրբեջանցիները նաև այսպիսի կարգախոս են ընտրել Ուժեղ Հայաստանը։ Գիտեք, Ուժեղ Հայաստանը էլի է կարգախոս չէ։ Բացարձակ, որովհետև անհիմն է։ Ընդհանրապես տրամաբանությունից զուրկ կարգախոս է եւ մենք այդ մասին բազմիցս ենք ասել, այդ մասին շատ ենք խոսել, նույնիսկ սկզբնական շրջանում են, որ անդրադառնալու հարցեր չկար, որովհետեւ այնքան տրամաբանական չէր, անդրադառնալ ինչին անդրադառնալ։ Մենք ասել ենք, որ մենք այդ թեմաների շուրջ ոչ երբևէ խոսվել է, ոչ խոսք է եղել, ոչ այս կողմից գնալու, ոչ այն կողմից գալու։ Եվ փաստերն էլ եթե իրար կողք տնենք, տեսնենք, որ 2020 թվականից Լեռնային Ղարաբաղի անցավ Ադրբեջանի այսպես մաստ դարձավ իրենց հսկողության տակ, այսպես ասած, դեռ այնտեղ էլ մարդ չի բնակվել, ինչի մասին է խոսքը, ինչ անտրամաբանական, ասենք, եզրահանգումներ են իրականում։ Ու հիմնական թեզը հենց այդ 300 ադրբեջանցիների հետ կապված է, իդեպ այսօր վարչապետի, ուրեմն վարչապետը ասուլիսի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց, որ արդեն 3-րդ հայցը կներկայացնի Կարապետյանների դեմ, տեսեք մեծ հաշվով ինչ է տեղի ունենում, վարչապետը արձագանքում է, պատասխանում է թե Ռոբերտ Քոչարյանին, թե Գագիկ Ծառուկյանին, թե Սամվել Կարապետյանին, պատասխանում է բավականին սուր, որովհետև տեսանք, թե օրինակ Ծառուկյանի հետ կապված, ինչպես ասած, որ մեծ հաշվով նրա տունը մինչև 31 թվական Սարի գլխի տունը պետությանը ուրեմն կվերադարձվի եւ ծերերի համար խնամքի կենտրոնի կվերածվի այն։ Գիտեք Ռոբերտ Քոչարյանի հեղաշրջման վերաբերյալ այս թեզերին ինչպես արձագանքեց, գիտեք բավականին սուր է վարչապետը արձագանքում կոշտ ռետորաբանությամբ, բայց քաղաքացին հարցնում է լավ ում վրա է բարկանու վարչապետը, երբ 8 տարի ժամանակ ուներ։ Շատ լավ, ես այս հարցը ճիշտ եք, միշտ մեզ տալիս եմ, բայց այստեղ մի բանի վրա գնանք, որ մենք գնացինք, որպեսզի կարողանանք արդարադատության համակարգ այնպես ստեղծենք, որ չլինի միջամտություն, ասենք վարչապետը չասի, գիտեք ինչ կա, այս մարդը մենք ակնհայտ գիտենք, չէ, ինչ միջոցներով է ձեռք բերել։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի յուրաքանչյուրի մասին գիտի հատկապես հանրային դեմքերի վերաբերյալ, թե ով ինչպես է հարստացել, ինչպես ցանկացած գյուղից երբեմն որ գնում ենք Քարոզ Արշավի փորձում ենք ելույթ ունենալ, մեզ ընդհատում են իրենք են ելույթ ունենում, որովհետև այնքան հիմա քաղաքականացված է ժողովուրդը եւ դա այն process-ներով որ մենք անցանք դրա հետևանք է։ Իրենք մեզանից լավ գիտեն, բայց տեսնում են, որ այդ արդարադատությունը անդադ ուշանում է, որի վերաբերյալ դե բնականաբար առաջին թիրախը ընտրում են իշխանություններին, որպեսզի թե ինչու սա չեղավ, բայց մենք գնացել ենք ճիշտ ճանապարհ, որպեսզի բոլորը փաստական հիմքերի վրա կարողանան լինել
լինել այնտեղ, որտեղ որ պետքա լինեն։ Բայց հիմա տեսեք, մենք վարչապետն էլ իր ելույթներում անընդհատ նշում է, որ ես չէի կարող տենց անհեռանկար գործողությունների բան անել, նույնն իրավական համակարգը։ Իրենք գիտեն իրենք այս մարդիկ ինչով են զբաղված եւ անընդհատ իրենց աչքի այսպես կենտրոնում են արել, պահել եւ ես կարծում եմ արդեն եկել է այն վերջնական ամբողջականացման ժամանակը, երբ այդ փաստերը իրար կողք կդրվեն, բայց ելի դա պետք է լինի ըստ օրենքի, ըստ կարգի եւ եթե վարչապետը նման բան հայտարարում է արդեն բացահայտ, ուրեմն արդեն այդ հիմքերը հստակ Այսինքն հերթական 5 տարին եք ուրեմն խնդրում իշխանությունից, հասարակությունից, ժողովրդից, որ այդ կիսատ թողածը կարողանաք կյանքի կոչել, ինչ երաշխիք որ կարողանալու եք ուրեմն այս պահից սկսած կամ եթե վերընտրվեք հունիսի 7-ից հետո, 8-ից հետո, հուլիսին չգիտեմ, շատ կարճ ժամանակում, որտեվ գիտեք վարչապետը հստակ ասում է, Ռոբերտ դու նստելու ես շատ երկար Ծառուկյանն այդ ոնց ես խոսում, հələ չափերը ճանաչի, հասկացիում հետ ես խոսում այ հանցագործ, այսօր լսում էինք կառավարության լիստին ու այս բառապաշարը մենք տեսել ենք նաև տարբեր մարզերում ձեր քարոզարշավի ընթացքում վարչապետի խոսույթում, լավ խոսեց, քաղաքացին ուզում է իմանալ, գործնականում երբ է տեսնելու արդյունքը, որտեղ ասում է բանտում օլիգարխ, չէ, կալուգացի օլիգարխը չի կարողանալու անգամ հեռանալ Հայաստանի Հանրապետությունից, նստելու է բանտում շատ երկար եւ այլն, հայտարարությունից հետո հասարակությունը ուզում է իմանալ Գործնական քայլերի եք գնալու, թե միայն հոխորտանքով ենք վերջացնելու այս ամենը։ Տեսեք, հասարակությունից ոչ մի բան թաքցված չէ եւ այս անցած շաբաթ էր դեռ, երբ որ հրապարակվեցին այն փաստաթղթերը, որոնք որ նաեւ չհերքվեցին իրենց կողմից, որ յուրաքանչյուրը հանդիսանում է ինչ-որ գործակալ, որը թղթերը բոլորը տեսան, հանրությունը դրան ծանոթացավ, նույնիսկ այս պահին արդեն դրանք իրավապահների ուշադրության կենտրոնում են եւ այլն, սրանք այն փաստական հիմքերն են, որոնք ժողովուրդը, այսպես ասած, մենք խոսում ենք այդ մասին, ոնց որ հիմա ասում եք վարչապետը ասում է, բայց գործողությունը ասում ենք, բայց ժողովուրդը չէր հավատում։ Հիմա փաստերով քիչ-քիչ փաստերը դուրս են գալիս եւ հաստատվում են այդ հիմքերը, որի հիմքով էլ վարչապետը նման հայտարարություններ է անում։ Հետևաբար ես կարծում եմ, որ շատ շուրջ ժամանակներում մենք դրա արդյունքները կտեսնենք եւ խոսքը վերածվի գործի, որովհետեւ փաստերն արդեն այնքան խոսում են այդ ամեն ինչի մասին։ Տեսեք, մենք մեր քարոզարշավներին ասում ենք, չէ, որ այդ երագլուխ կուսակցությունը ցանկանում է վարչապետ հռչակել Ռոբերտ Քոչարյանին։ Ու ինչ տեսանք, ցուցակները երբ որ կազմվեցին, Ծառուկյանի երկրորդ համարն էր հանդիսանում Քոչարյանի դաշնակցություն, Հայաստան դաշինքի անդամ, հետո նույնը Արամ Վարդևանյանն էր հանդիսանում երկրորդ համարը արդեն ուժեղ Հայաստանի, այս չասենք, որ ուժեղ Հայաստանն է Սերժի ամբողջ, այսպես ասած, կազմներ այնտեղ հավաքված եւ նաեւ Քոչարյանի վարչապետ դարձնել եւ փորձել այնպես անել, որպեսզի այսպես երեք կողմով պայքարելով կարողանան հետո միավորվել եւ դարձնել վարչապետ։ Դե իհարկե զարտուղի ճանապարհ միշտ պետք է ընտրեն, դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին թեպետ Ժեկի թղթով են ժամանակ Քոչարյանը դարձավ նախագահ, բայց երբեք Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ընտրել Ռոբերտ Քոչարյանին։ Երբեք։ Դրա համար այսօր պարոն Քոչարյանը կարողանում է ազատորեն մասնակցել ընտրություններին։ Համ փաստում եք, որ ընտրությունները կեղծել։ Ընտրակեղծարարը պիտի հնարավորություն ունենա մասնակցելու տիկին Ղազարյան։ Եթե դուք ազդարարում եք, որ կեղծել է ընտրություն։ Ընտրակեղծարար է։ Այդ դեպքում ինչ գործունի այս ընտրական հիմա դե արդեն ինքը ամբողջովին իր փաստաթղթավորումներով եւ այլնով դարձել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ըստ օրենքի կարողանում է մասնակցել ընտրությունների, բայց հետագայում ինչ կլինի, այդ որ ինքը մեծ խոսում է, թե հեղաշրջում կանի, չգիտեմ ինչ կանի, հեղափոխություն կանի, ես ուզում եմ հարցնեմ ում միջոցով է սանելու էլի, ինձ այնքան հետաքրքիր է, իհարկե իրավապահ համակարգը իր դերը ունի, որ կկարողանան կարգ ու կանոն հաստատել երկրում, բայց ուզում եմ հասկանամ ում միջոցով է իրականացնում։ Քանի անգամ ենք տեսել իր խմբակցությունը, այսպես ասած, փորձում էր ինչ-որ բան գեներացնել ամեն տաք եղանակին, այսպես ասած, քանի աջակից են ունեցել։ Տաք եղանակը օրերը տաքանում են, գիտեք, տաքացման հետ կապված նաև նշվում են հետընտրական հնարավոր զարգացումներ, մասնավորապես իհարկե վարչապետը ասաց, որ իրավապահները ուշով հետևում են եւ կկանխվի օրորոցում ցանկացած հեղաշրջման փորձ, այնուամենայնիվ արդեն ազդարարում է այդ կողմը դիրքավորվել է նման
տրամադրությամբ։ Այս դեպքում ուրեմն հետընտրական զարգացումները կարող ենք ասել անխուսափելի են լինելու։ Դե տեսեք, իրենք մտածում էին միգուցե կարողանան աջակիցներ ունենան ընտրություններին, ինչ որ տոկոս ապահովեն իրենց համար։ Ես կարծում եմ, սա արդեն վախից հակառակ ռեակցիան է առաջանում, հասկանալով, որ չեն գուցե չհաղթահարեն անհրաժեշտ շեմը, դրա համար էլ բան են անում, արդեն խոսում են հետընտրական process-ների մասին, էլի վախեցնելով, էլի ժողովրդին մեջ տենց բան սարսափ վախ սերմանելով, թե եթե չանցնենք հեղափոխություն կանենք, ժողովուրդը ես կարծում եմ, էլի եմ ասում, ում միջոցով է անում հեղափոխություն։ Հեղափոխություն անում են ժողովրդի հետ միասին, երբ որ երկրում կա ճգնաժամ, իսկ ժողովուրդը երբեք չի ընտրել Քոչարյան, երբեք չի աջակցել Քոչարյանի որևէ քայլի, այնպես որ ես կարծում եմ, որ անհիմն ու էլի պարզապես վախեցնող Վարչապետը այսպես քարոզարշավի պաշտոնական քարոզարշավի մեկնարկին հիշում եք հայտարարում էր, ասում էր նաև իմ ուժի արչև, հա, այսպես խնդիր եմ դրել այնպես անել, այնպեսի քարոզարշավ պիտի իրականացնեք, որ այդ եռագլուխ վարչապետի ձևակերպմամբ ուժերից որևէ մեկը չհաղթահարի եւ չհայտնվի խորհրդարանում։ Քանի որ քարոզարշավին էլ հաշված օրեր են մնացել։ Ձեր գնահատմամբ դուք ուրեմն կարողացել եք այնպեսի քարոզարշավ իրականացնել, որ օրինակ այդ ուժերից, նշված ուժերից որևէ մեկը խորհրդարանում չհայտնվի։ Մենք ինչ ենք անում, ֆանտաստիկ քարոզարշավ։ Ես կարող եմ ասել աննախադեպ քարոզարշավ ենք անում։ Ինչ եմ նման գնահատական տալիս, որովհետև մեր ողջ խոսույթը մեր ժողովրդի հետ կատարվում է առցանց հեռարձակման տիրույթում։ Այսինքն մենք լսում ենք թե ժողովրդի կարծիքը, թե առաջարկը, թե բողոքները, թե խնդիրները ու դուք տեսնում եք ժողովրդի արձագանքը այդ ամբողջ ընթացքում։ Այսինքն ոչինչ չունենք թաքցնելու, նույնիսկ եթե մենք մի համայնքում ենք, մյուս համայնքը հստակ տեսնում է այդ համայնքում մենք ինչ ենք խոսել, քաղաքացին ինչպես է, ով է եկել, ինչ է արել եւ այլն։ Այսինքն աննախադեպ է այս քարոզարշավը, ոչինչ թաքցված չէ, այնքան թափանցիկ է ամեն ինչ իրականում։ Եվ նույնիսկ եթե քաղաքացին գալիս է ինչ-որ հարցով, խնդրով խոսելու համար, դե բնական է յուրաքանչյուր համայնք, յուրաքանչյուր քաղաքացի ունի նաև իրեն վերաբերելի հարցեր։ Մեծ կազմով ենք գնում ներկայացուցչական, որովհետեւ կարողանա քաղաքացին բոլոր հարցերը սպառի, ստանա պատասխաններ ու սա իրապես աննախադեպ է։ Ես վստահ եմ, որևէ նման ու մեր ընդդիմադիր ուժերը առցանց ռեժիմով երբեք դուխ չեն անի, այսպես ասեմ, գնան քարոզարշավի։ Լավ, ձեր գնահատմամբ 21 թվականի եւ ներկայի միջև ձեր նկատմամբ, իշխանության նկատմամբ, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ օրինակ վստահությունը ավելի ամրապնդվել է, թե կա հիասթափություն, որովհետեւ տեսեք տարբեր նաեւ հարցումներ են իրականացվում քաղաքացիների հետ, վերջերս հարցում էինք իրականացնում քաղաքացիներից մեկը ասում էր ես 2 անգամ ընտրել եմ Նիկոլ Փաշինյանին եւ 21-ին եւ 18-ին, բայց այս անգամ չեմ ընտրելու։ Դրա համար եմ հարցնում, օրինակ ձեր հարցումները, ձեր հանդիպումներն ինչ են ցույց տալիս։ Հիմա ավելի շատ աջակցություն ու վստահություն ունեք, քան օրինակ 21-ին էր։ Հիմա տրամադրությունը լրիվ այլ է։ 21 թվականին հետ պատերազմյան ժամանակաշրջան էր, ավելի ծանր եւ ես միշտ եմ խոսել ժողովրդի միակ փափակը խաղաղություն ունենալն էր։ Եվ մենք այս ընթացքում կատարեցինք ժողովրդի ցանկությունը եւ 2025 թվականը օրացուցային այն միակ տարին էր, որ իրոք Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն էր։ Իլիակատար խաղաղություն էր։ Եվ այս պահին մենք այսպես պարշճակատով մտնում ենք ժողովրդի մեջ, որովհետեւ բացի խաղաղությունից մենք արել ենք շատ ծրագրեր ու ներդրումներ յուրաքանչյուր համայնքում եւ քաղաքացին դա գնահատում է։ Լրիվ այլ տրամաբանություն է հիմա քարոզարշավի շրջանակներում։ Երբեք այսպես համեմատելու չի։ Այսինքն ավելի լավ է տրամադրությունը։ Իհարկե, ընտրության իրավունքը մնում է քաղաքացուն, որովհետև քաղաքացուն մենք 2018 թվականին տվել ենք ընտրության լիարժեք իրավունք եւ քաղաքացին ինքն է որոշում ում ընտրի իրեն որպես իշխանություն եւ վստահ է որ իր քվեն գաղտնի է մնալու եւ վստահ է որ իր քվեն հաշվարկվելու է, իր քվեն չի փոխվելու։ Սա ամենակարևոր ձեռքբերումն էր, որ մեր քաղաքացին այսօր ունի եւ քաղաքացին է որոշելու իր իշխանությունը։ Հնարավոր է որ ճշմարտության հետ չեք ուզում առերեսվել։ Երբեք չենք փախել ճշմարտությունից։ Մենք ամենակնճռոտ հարցերին ուղիղ նայել ենք ու այդ պատասխանները փորձել ենք գտնել մեր ժողովրդի հետ միասին։ Մեր խնդիրը նա է, որ երբեք ճշմարտության հետ առերեսվելու խնդիր չենք ունեցել։ Շնորհակալ եմ։
Ձեզ շնորհակալ։ Առաջինի տաղավարում զրուցում է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հետ։ Ռուսաստանից Հայաստանի դեմ հնչող սպառնալիքներն ու զգուշացումները աննախադեպ չափերի են հասել։ Օրական մի քանի անգամ տարբեր պաշտոնյաների շուրթերից հնչող այդ հայտարարություններն արդեն սովորական բնույթ են ստացել։ Երեք պաշտոնապես հաստատվեց Ռուսաստանը զգուշացրել է Հայաստանին գազի եւ նավթամթերքի մատակարարման վերաբերյալ համաձայնագրերի հնարավոր կասեցման մասին, եթե Եվրամիության անդամակցության գործընթացը շարունակվի։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան 26 թվականի մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը պաշտոնապես հայկական կողմին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Ցիվիլևի նամակը ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությանը, ասվում է Զախարովայի հայտարարության մեջ։ Այնտեղ նաև նշվում է, որ եթե Հայաստանը Եվրամիության անդամակցության գործընթացը շարունակի, ռուսական կողմը կկասեցնի կամ միակողմանիորեն կչեղարկի 13 թվականի դեկտեմբերի 2-ի համապատասխան համաձայնագիրը բնական գազի, նավթամթերքի եւ հումադամանտների մատակարարման վերաբերյալ։ Իսկ հա Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լրագրողների հետ զրույցում ասել է, թե Եվրասիական տնտեսական միության արտոնությունները Հայաստանին տրվել են փաթեթային եւ եթե ուզում են, ինչպես Եվրամիությունում, գները եւս պետք է լինեն, ինչպես Եվրամիությունում։ Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից։ Մենք դա հաստատ չենք ուզում, բայց կա քաղաքական գիծ եւ այն իսկապես կհանգեցնի նրան, որ Հայաստանում կլինի կենսամակարդակի անկում, տնտեսության անկում, արտադրության անկում, այնտեղ կբարձրացնեն էներգակիրների, էներգիայի գները։ Այս ամենը կարող է տեղի ունենալ, եթե շարունակվի այս քաղաքական գիծը, ասել է Օվերչուկը։ Նա հավելել է, որ Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու դեպքում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան բնական գազի ու նավթամթերքի մատակարարման պայմանների վերանայման հարցը վաղուց փակ ռեժիմով քննարկվում էր եւ Հայաստանի ղեկավարությունը տեղյակ էր այդ վտանգների մասին։ Իսկ այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, թե Եվրասիական տնտեսական միության առաջնորդները ուրբաթ օրը կքննարկեն միությանը Հայաստանի հետագա մասնակցության հարցը։ Վաղը տեղի կունենա բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը, կարծում եմ, որ այս հարցը այս կամ այն չափով կքննարկվի, ասել է նա լրագրողներին, պատասխանելով հարցին, թե ինչպիսին է Եվրասիական տնտեսական միության Հայաստանի մասնակցության վերաբերյալ ռուս-ղազախական կոնսենսուսը։ Երեք Աբովյանում անցկացվող հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ռուսաստանից եկող այդ ազդակներին։ Ես ուղիղ ասեմ, ես ոչ միայն Հայաստանը այս պահին չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, այլև ես ԵԱՏՄ միակ պաշտոնյան եմ, որ միևնույն ժամանակ անդամ է երկու բարձրագույն կառավարման մարմինների։ Այդ լծակները ես պատրաստվում եմ օգտագործել եւ կօգտագործեմ, դրա համար ունեմ բոլոր լծակները, որ մասնավորապես Լուկաշենկոն ԵԱՏՄ-ն չկարողանա օգտագործել Հայաստանի դեմ։ Ինչ հայտարարություններ հնչում են, դրանք սին հայտարարություններ են։ Նրանք, ովքեր այդ հայտարարությունները անում են, նրանք պարզապես մեր ժողովուրդը ասում է տաք են, չէ՞։ Չեն հասկանում, որ նրանք փորում են Եվրասիական տնտեսական միության գերեզմանը։ Բարից բուն իմաստով։ Բայց ես ընտրություններից հետո կվերադառնամ, հիմա արձակուրդի մեջ եմ, առաջիկա նիստին մասնակցելու է Հայաստանի վարչապետի պարտականությունները կատարող փոխվարչապետը Եվրասիական տնտեսական միության։ Ես հունիսի 7-ից հետո ձեր մանդատը ստանալու պարագայում եւ ձեր մանդատը ստանալուց հետո ես կվերադառնամ աշխատանքի եւ դուք կտեսնեք, որ այն բոլոր տագնապալի հայտարարությունները
որոնք արվում են, կչեզոքացվեն։ Ապա Փաշինյանը նշել է, որ Հայաստանն այլևս որևէ իրավիճակում չի մնալու անայլընտրանք։ Իհարկե ես կվերադառնամ Եվրասիական տնտեսական միության ձևաչափ, ուղիղ կնայեմ գործընկերների աչքերին, բոլոր փաստարկները կդնեմ սեղանին եւ ես ձեզ ասում եմ, որ որևէ խնդիր չի ծագելու։ Բայց մյուս կողմից ես ասում եմ, այդ որ Լուկաշենկոն ասելա, թե Հայաստանը ումա պետք, այդ հայտարարությունը պետքա ունենար քաղաքական հետևանքներ։ Եվ դրա քաղաքական հետևանքը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունը այլևս որևէ իրավիճակում առանց այլընտրանքի չի մնալու, որևէ իրավիճակում։ Մենք չենք լինելու մի ճանապարհի հույսին, մենք չենք լինելու մի դաշնակցի հույսին, մենք չենք լինելու մի խողովակի հույսին։ Այսօր մենք արդեն ունենք երկաթուղի արևելքից արևմուտք, մենք ունենք ախալքալակ կարս երկաթուղին բացվեց օրեր առաջ Հայաստանի համար, նրանից առաջ Ադրբեջանի տարածքով էր երկաթուղին բացվել, շուտով բացվելու է Թրիպը, մեր երկրի տարածքով անցնելու է գազամուղ այդ թվում, մենք այդ տրանզիտի հաշվին ունենալու ենք մեր սեփական գազը եւ այդ տրանզիտի համար մեզ վճարելու են գազով, մենք զարգացնելու ենք մենք զարգացնելու ենք այլընտրանքային էներգետիկան։ Ժողովուրդ, ուրեմն ես ուզում եմ հստակ ասել նաև Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերության առանցքային հարցերից մեկը։ Նախ Հայաստանում ընդունվել է Հայաստանի Եվրոպական միության անդամ դառնալու գործընթացի մեկնարկի մասին օրենք։ Եվ քանի դեռ Հայաստանը կարող է միևնույն ժամանակ լինել եւ Եվրասիական տնտեսական միության անդամ եւ շարունակել բարեփոխումները եվրոպական ստանդարտին հասնելու, մենք այդ ճանապարհով գնալու ենք։ Այն պահին, երբ որ կգա ընտրություն կատարելու պահը, մենք ընտրություն կկատարենք, բայց մենք ասելով դուք կկատարեք ընտրություն։ Բայց ես ձեր առջև իմ ամենամեծ ծառայությունը այն է, որ դուք այլընտրանք ունենաք, այնպես չլինի, որ որևէ մեկը այլևս Հայաստանի մասին չի կարող ասել, թե Հայաստանը ում է պետք, Հայաստանը ուր կարող է գնալ։ Այսօր Հայաստանը ունի միջազգային իր չափով, պետք է չի չափազանցնել եւ դարձնել եսիմինչ, բայց այսօր Հայաստանի Հանրապետությունը դառնում է խաղաղության խաչմերուկ։ Այսօր Հայաստանը պետք է կենսականորեն պետք է թե արևելքին, թե արևմուտքին, թե հյուսիսին, թե հարավին եւ թե հյուսիսը, թե հարավը, թե արևելքը, թե արևմուտքը պետքա լավագույն առաջարկը անեն Հայաստանի ժողովրդին։ Եվ այս պահին զրուցել եմ միջազգային հարցերով փորձագետ Գեորգի Թումասյանի հետ, կապ ենք հաստատել Վրաստան, Թբիլիսի։ Պարոն Թումասյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ։
Պարոն Թոմասյան, նախ անդրադառնանք ուրեմն այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությանը, գիտեք մեկնարկել է ԵԱՏՄ նիստը, Եվրասիական տնտեսական միության առաջնորդները վաղը արդեն քննարկելու են Հայաստանի հետագա մասնակցության հարցը Եվրասիական տնտեսական միությանը։ Ինչպես է գնահատում վերջին օրերին արված հայտարարությունները, գործնական քայլերը ռուսական կողմից, բավականին այսպես մեծ աղմուկը եւ ըստ էության նաև վարչապետի հստակ արձագանքը ուրեմն ռուսական հոխորտանքներին համեցեք։ Առաջ երթին շնորհավորում եմ այսօր մեր բոլորի ուրեմն հանրապետության օրը օրվա կապակցությամբ եւ ուզում եմ հենց սկսեմ այդ տրամաբանությամբ, որ բոլոր հարաբերությունները, այդ թվում ԵԱՏՄ-ի համատեքստում պետք է հիմնված լինեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության գաղափարի վրա եւ անկեղծ ասած ցավալի է, որ գործընկերները Հայաստանի որոշում են կայացրել քննարկել Հայաստանի հարցը այն պարագայում, երբ գործընկեր Հայաստանը այդտեղ ներկա չէ, որովհետեւ Հայաստանում տեղի է ունենում նախընտրական գործընթացներ եւ վարչապետը արձակուրդում է գտնվում։ Առասարակ վերջի օրերի կամայական որոշումներ է ԵԱՏՄ-ն կայացնում առանց Հայաստանի մասնակցության։ Պետք է այդտեղ այո, շատ վարչապետը շատ ճիշտ է ասում, ընդգծել, որ ԵԱՏՄ-ն դա առանձին կառույց չէ կամ ինչ որ մեկի կառույցը չէ, Հայաստանը անբաժանելի մասն է ԵԱՏՄ-ի, մինչդեռ ԵԱՏՄ-ի անդամ է, ուստի ԵԱՏՄ-ն չի կարող որոշումներ կայացնել առանց Հայաստանի մասնակցությամբ եւ իրոք տարբերություն կա ԵԱՏՄ-ի եւ խոսքին Ռուսաստանի կամ անդամ պետությունների միջև։ Վարչապետ Փաշինյանը այդտեղ հավասար անդամ է ԵԱՏՄ-ի ղեկավարության առումով։ Ուստի դա եւս մեկ անգամ խոսում է նրա մասին, որ ցավոք Ռուսաստանը եւ ուրիշ նաեւ Բելարուսը այդ առումով նաեւ այդ պետությունները ընտրել են Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու եւ զարգացնելու փոխարեն Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու օրակարգ եւ այդ թվում փորձում են օգտագործել ԵԱՏՄ-ն Հայաստանի դեմ եւ առասարակ այն վերջի օրերին մենք ինչ սահմանափակումներ տեսանք Հայաստանի ուղղությամբ, ես պետք է ասեմ, որ սա հակասում է ԵԱՏՄ-ի ուրեմն տրամաբանությանը եւ այն հնարավորություններին, միջոցներին, որը կա ԵԱՏՄ-ում եւ ուստի, որովհետեւ ԵԱՏՄ-ն դա միասնական շուկայի մասին է ի վերջո գլխավոր հիմքը այդ կառույցի, ապա Ռուսաստանի քայլերը այդ ուղղությամբ եւս մեկ անգամ ցույց են տալի, որ ցավոք Ռուսաստանը տնտեսությունը դիտարկում է ինչպես քաղաքական եւ աշխարհաքաղաքական ճնշման հնարավորություն եւ միջոց, Հայաստանը չունի ուրիշ այլընտրանք, բացի Ռուսաստանի հետ շարունակելու դիվանագիտական աշխատանքը, մյուս կողմից դիվերսիֆիկացնելու իր տնտեսությունը, իր լոգիստիկ կապերը, որովհետև մեկ ուղուց կախված չի կարելի լինել եւ ցավոք դրա ապացույցը մենք հիմա էլ տեսնում ենք, որ երբ մեկ պետությունից է կախված, այդ մեկ պետությունը նաեւ կարա իր օրակարգում ունենալ հնարավորությունները օգտագործել քո պետականության դեմ։ Լավ, պարոն Թոմասյան, ինչի կհանգեցնի այս իրավիճակը, ռուսական կողմը ավելի ուրեմն սեղմի օղակը մինչև խորհրդարանական ընտրություններ, դրանից հետո նոր ձևավորված իշխանության հետ այլ կփորձի ուրեմն այսպես ասած լեզու գտնել եւ շարունակել աշխատել։ Ակնհայտ է, որ միջև ընտրություններ իրանք փորձելու են մաքսիմալ ճնշումներ գործադրել, որովհետև տեղի գործակալական ցանցը իդեմս ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանի բացահայտ ասաց, որ կլինի Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ։ Այդ մարդիկ, հայկական ազգանուններ կրող մարդիկ, իրանք են Ռուսաստանին հորդորում եւ մաքսիմալ ուրեմն ստիպում ինչ որ առումով նաեւ Ռուսաստանին, որ գնա այդ քայլերի, որովհետեւ իրանք բացատրում են, որ այստեղ իշխանությունը ուրեմն ունենալու համար պետք է Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ տնտեսական պատերազմ։ Չնայած դրա հաջողության այս ուժերը չեն հասնի եւ ընտրություններից հետո, այո, եթե անկարգությունների փորձերը նաեւ տապալվեն, ես ենթադրում եմ եւ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները ինչ որ հեղափոխության մասին, ենթադրում եմ, որ կարա լինի հետընտրական գործընթացների փորձ նաեւ, այդ առումով իհարկե պատկան մարմինները Հայաստանի Հանրապետության պետք է իրենց սահմանադրորեն պարտականությունները կատարեն եւ համոզված եմ դրանից հետո Ռուսաստանը երբ արդեն կգիտակցի, որ հայ ժողովուրդը
ձևավորել է լեգիտիմ իշխանություն, կսկսի լեգիտիմ իշխանության հետ նորից վերաբանակցել այս ամբողջ գործընթացները, որովհետև ի վերջո նույն այդ առևտուրը եւ բոլոր այդ կապերը երկկողմանի են, միակողմանի չեն, այնպես չէ, որ միայն Հայաստանի շահերն է սպասարկում եւ Ռուսաստանինը ոչ։ Ուստի իհարկե Հայաստանը պետք է պատրաստ լինի ամենածանր հետևանքների համար, հատկապես որ ճնշումները կարան լինել բավականին լուրջ, այդ առումով ընտրություններից հետո կարճատև արդեն ժամկետներում բացել հայ-թուրքական, հայ-ադրբեջանական սահմանները, անցակետները եւ հնարավորություն տալ, որ ապրանքները երկաթուղու այդ թվում միջոցով ուղիղ Գյումրի-Կարս, Երասք-Սադարակ, Իջևան, Ղազախ ուղղություններով միանգամից շարժվի, շատ կարևոր է նրա համար, որ Հայաստանը տարբեր շուկաներ, այդ թվում եվրոպական շուկա, Մերձավոր Արևելքի շուկա, Իրանի եւ Հնդկաստանի շուկա, Չինաստանի, Կենտրոնական Ասիայի շուկա ունենա այլ ընտրանքներ, այլ կախված չլինի միայն ռուսական շուկայից։ Եվ այդ այլ ընտրանքների մասին խոսեց վարչապետը, Հայաստան այլևս երբեք չի լինի անայլ ընտրանք, պարոն Թովմասյան, ուզում եմ անդրադառնանք նաև Դոնալդ Թրամփի հայտարարությանը եւ աջակցությանը Նիկոլ Փաշինյանին հենց այսօր ընտրություններից առաջ, ընտրությունների համար կամ ինչպես կուզեք ձևակերպենք, փոխում է սա իրավիճակը։ Ես համոզված եմ, որ այս աջակցությունը ինչքան էլ անձամբ վարչապետ Փաշինյանին ուղղված չլինի, իրականում ուղղված է այն օգոստոսի 8-ի ճարտարապետությանը, որը ձևավորված է Վաշինգտոնի օգոստոսի 8-ի համաձայնագրերով եւ նաեւ ուղղված է բոլոր մնացած ուժերին, ով աջակցում են այդ օրակարգը, բայց իհարկե վարչապետ Փաշինյանը առանձնահատուկ նաեւ կապեր ունի նույն նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ինչը շատ գնահատելի է, որովհետեւ մենք տեսնում ենք, որ մինչդեռ Ռուսաստանը սպառնում է Հայաստանին, Միացյալ Նահանգները առաջարկում են մեծ բարգավաճ տնտեսական, բարձր տեխնոլոգիական, անվտանգ կայուն զարգացում եւ ես համոզված եմ, որ այն փաստաթղթերի շնորհիվ, որոնք ձևավորված են Միացյալ Նահանգների հետ, արդեն համապարփակ ռազմավարական գործընկերությունը եւ բազմաթիվ ուրիշ ոլորտներում փաստացի հնարավորություն կտան, որ Հայաստանում ընդլայնվի բարձր տեխնոլոգիական ներդրումները եւ ի վերջո մենք պետք է հասկանանք, որ գյուղատնտեսությունը շատ լավ է, հատկապես սեփական ժողովրդին ապահովելու առումով, բայց պետությունները հարուստ դառնում են բարձր տեխնոլոգիաների միջոցով եւ դրա օրինակներ շատ կան, փոքր հարուստ պետությունների, Միացյալ Նահանգների դաշնակից, խոսքին Իսրայելը, խոսքին Սինգապուրը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Հայաստանը ինչպես փոքր պետություն ունենալով տարբեր ռեսուրսներ, խոսքին նավթային գազային, պետք է կարողանա իհարկե օգտագործի այդ բարձր տեխնոլոգիաները եւ Միացյալ Նահանգները մեր կողքին են, որ օգնեն Հայաստանը դառնա հարուստ կայուն պետություն, այդ նպատակով իհարկե ժողովուրդը պետք է մերժի ուրեմն օտար գործակալական ցանցին այս ընտրություններում եւ քվեարկի հանուն այն կուսակցությունների եւ ուժերի առաջի հերթին իդեմս քաղաքացիական պայմանագրի, ով աջակցում է Վաշինգտոնի օգոստոսի 8-ի օրակարգին, բայց նաեւ այդպիսի ուժ է խոսքին իմ համար եւ նույն այդ Միացյալ Նահանգների նախագահի տրամաբանության մեջ է իմ համար առնվազն հայտնվում հանուն հանրապետության կուսակցությունը։ Պարոն Թովմասյան, ձեր գնահատմամբ ի վերջո ռուսական կողմի այս հայտարարությունները, գիտեք, հենց այս պահին էլ Զախարովան է ասուլիս տալիս եւ անդրադառնում են նորից ընդհանրապես հայ-ռուսական հարաբերություններին, մեղադրում Հայաստանի իշխանություններին, ընդհանուր պատմություն, այսպես ասած, սրբագրելու փորձերի մեջ, մեծ հաշվով այսպիսի հայտարարությունները, ճնշումները հենց ընտրություններից առաջ ինչ նպատակ ունեն, հանրային տրամադրությունների վրա ազդել, օրինակ վախի մթնոլորտ ստեղծել եւ ձեր գնահատմամբ որքանով է ռուսական կողմին հաջողվում, այսպես ասած, վախեցնել հայ հասարակությանը։ Գիտեք, ես շատ անկեղծ կասեմ մեր ռուս գործընկերներին, որ իրանք լավ չեն ճանաչում եւ լավ տեղյակ չեն այն իրավիճակը, որը կա հայկական հանրությունում, որովհետեւ եթե երկար տարիներ առաջ, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեր, որ պրոռուսական ուժ կա Հայաստանում, Ռուսաստանի ընկերներ եւ սա կարող է հավելյալ ձայներ տալ այդ ուժին, ապա վերջի տարիների Ռուսաստանի քաղաքականության եւ քայլերի հետևանքով, այդ թվում Ղարաբաղում տեղի ունեցածի, հայ ժողովրդի մոտեցումները փոխվել են, ուստի երբ Ռուսաստանը բացահայտ
ասում է, որ Սամվել Կարապետյանին աջակցում է ինքը իրանց պրոռուսական ուժը եւ իրանց ընկերն է, դրանից հետո միայն եւ միայն նվազում է հայ ժողովրդից աջակցությունը եւ այդ ֆոնին ինչքան Ռուսաստանը փորձում է հարվածել ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը, այդքան իրականում այդ իշխանության հեղինակությունը շարունակում է աճել իմ պատկերացումով, որովհետեւ ժողովուրդը շատ լավ արդեն հասկացել է ուրեմն Ռուսաստանի դերը եւ ես ցավում եմ իրականում, որ Ռուսաստանը այսքան ժամանակվա մեջ մեկ պարզ բան չի ընկալել, ինչը ես շատ անգամ ասել եմ եւ ուրախ եմ վարչապետ Փաշինյանն էլ դա բարձրաձայն հիմա հստակ արդեն մեսիջ ուղղեց Ռուսաստանին, որ նրա փոխարեն, որ Ռուսաստանը երբ Ամերիկան, Եվրոպան եւ ուրիշ պետությունները մեզ աջակցում են հայ ժողովրդին եւ առաջարկում են այսպիսի աջակցություն եւ այնպիսի աջակցություն, նրա փոխարեն որ Ռուսաստանը նաեւ ավելի լավ ինչ որ առաջարկ անի հայ ժողովրդին եւ ժողովուրդը պատվիրի քաղաքական գործիչներից, հասարակական գործիչներից, որ ոչ, մենք ուզում ենք Ռուսաստանի հետ էլ ավելի սերտ հարաբերություններ, Ռուսաստանը ինքն է այնպես անում, որ խզի, կտրի այդ հարաբերությունները, խնդիրներ ստեղծի, ճնշի հայ ժողովրդին, դրանից հետո ժողովրդի պատվերը լինելու է միայն եւ միայն նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից, որը ակնհայտորեն կարա սպառնալիք ներկայացնի Հայաստանի տնտեսական կայունության, Հայաստանի բարգավաճման եւ այլ առհասարակ պետականությանը։ Ուստի Ռուսաստանը նորից շատ սխալ է հաշվարկում իր քայլերը եւ կարծում եմ հայ ժողովրդի արձագանքը հենց դրան կլինի էլ ավելի ակտիվ քվեարկել այս ընտրություններում ուրեմն ինքնիշխանության կողմնակից քաղաքական ուժերի համար։ Պարոն Թոմասյան, եւ վստահաբար հետևում եք քարոզարշավին Հայաստանում ընթացող, ձեր տպավորությամբ ուրեմն որքանով մենք ունենք այսպես բավականին բուռն քարոզարշավ, դուք գիտեք հաշված օրեր են մնացել, քաղաքական ուժերը որքանով կարողացան հանրությանը ներկայացնել իրենց ասելիքը, մենք տեսնում ենք հիմնականում փոխադարձ վիրավորանքներ, մեղադրանքներ, Փաշինյան, Քոչարյան, Ծառուկյան, Կարապետյան տիրույթում, համեցեք։ Ես ցավում եմ անկեղծ ասած, որ նույնիսկ 2026 թվականին Հայաստանում այսպիսի նախընտրական գործընթաց են տեղի ունենում, որովհետև նրա փոխարեն որ բովանդակալից քննարկումներ լինեին, ընդդիմադիր դաշտը զբաղեցրած է հակապետական եւ օտար երկրի շահերը անցկացնող սպասարկող ուժերի կողմից։ Ուստի այդտեղից խնդիր է ստեղծվում, որովհետև մենք պետք է հասկանանք, որ միայն իշխանությունը բավարար չէ, ընդդիմությունն էլ պետք է լինի պետականամետ, ինքնիշխանության կողմնակից եւ ի վերջո ընդդիմությունը պետության թշնամի չպետք է լինի։ Ուստի խնդիրը դրանում է եւ հաշվի առնելով ահռելի ռեսուրսները, որը ունեն այդ կուսակցությունները եւ մենք տեսնում ենք ամեն օր, որ մարդկանց են ձերբակալում նրա համար, որ իրանք կաշառք են բաժանում, հատկապես ուժեղ Հայաստանից, բայց նաեւ Բարգավաճ Հայաստանից եւ Հայաստան Դաշինքից, այդ ֆոնին առողջ քաղաքական ուժերի համար դաշտը հասանելի լիարժեք չէ։ Ուստի արդարությունը ընտրություններում կարելի է ասել, որ խնդրահարույց է, որովհետև այդ ուժերը ահռելի անսահմանափակ ֆինանսական ռեսուրսների շնորհիվ կարողացել են մեդիա, վերլուծական, քաղաքական եւ ուրիշ դաշտերը զբաղեցնել եւ դա անում է միտմամբ, մենք օրերս տեսանք տարբեր փաստաթղթեր վերաբերվող հենց այս հարցերին եւ ակնհայտ է, որ այդ խնդիրը կա, ուստի ես կցանկանայի, որ ապագայում հայկական քաղաքական դաշտը այնպես ուրեմն ձևավորվի եւ մաքրվի նաեւ, որ մենք ունենանք առողջ ընդդիմադիր գործընթաց եւ իշխանությունը, որը անպայման պետք է ունենա առողջ ընդդիմություն, ել ավելի լավ իշխանություն կլինի, որովհետեւ այսպիսի ընդդիմությունով իշխանությունն էլ բավականին բարդ իրավիճակում կարող է հայտնվել։ Ընդդիմությունը նույնպես կարեւոր է պետությունում, ճիշտ ընդդիմությունը եւ լավ ընդդիմությունը, ինչպես իշխանությունը։ Տեսեք, մենք տեսնում ենք պարոն Թոմասյան նաև Փաշինյանի հայտարարությունները, որ Ծառուկյանին ասում է քո այսպես սարի գլխի տունը պետությանն է վերադարձվելու մինչև 31 թվական, այնտեղ ծերանոց էին վերածվելու եւ այլն, հաշվի առ թե ում հետ ես խոսում այ հանցագործ, լսում ենք Կարապետյանին, որը 300,000 ադրբեջանցիների թեզն է առաջ տանում, ասում է ոնց չի ամաչում Փաշինյանը, երբ այսօր այսպիսի զորահանդես է կազմակերպում, չգիտեմ, երբ 3 անգամ ուրեմն պարտվել է, 3
անգամ պատերազմների մեջ է եղել եւ այլն, այսպիսի հռետորաբանությամբ վարչապետը նաեւ ասում է, որ ցանկացած հեղաշրջման փորձ ուղղակի կխեղդվի օրորոցում, այս հռետորաբանությունը եւ վարչապետի վերջին շրջանի արած հայտարարությունները, մասնավորապես Ռոբերտ դու դատվելու ես, հերթական հայտարարություններն են, թե կարծում եք իշխանությունը վճռական կարող է ինչ-որ կետից ուրեմն վճռական քայլերի գնալ։ Ես կարծում եմ եւ հույս ունեմ, որ իշխանությունները ի վերջո հիմա մանդատը ստանալով եւ ինքնիշխանության բարձր որակ ապահովելով արդեն կանցնեն այն փուլին, որ օտար պետության կողմից ուղղորդված այստեղ քաղաքական գործիչներից ազատեն քաղաքական դաշտը։ Դա ընդդիմությունը կամ մենք բոլորս չենք կարող անել, դա պետք է անի իշխանությունը, ուստի կարևոր է դա արվի, բայց կա կոնկրետ հարց, որ միջև այդ անկեղծորեն իշխանությունը դա չէին կարող անել, որովհետև բացահայտ Վլադիմիր Պուտինը հանրային ասաց, որ մենք ցանկանում ենք այս ուժերը լիարժեք մասնակցեն ընտրություններում։ Ուստի ակնհայտ է, որ եթե Հայաստանը քայլեր անի, որ ռուսական գործակալական ցանցի մասնակցությունը սահմանափակի, ապա Ռուսաստանը ել ավելի մեծ ճնշումներ կգործադրի Հայաստանի դեմ, այդ թվում տնտեսական եւ ոչ միայն։ Ուստի Հայաստանի ինքնիշխանության աստիճանը եւ որակը պետք է այդքան աճեցնենք եւ զարգացնենք մոտակա 5 տարվա ընթացքում, որ զուգահեռ դրա ուրեմն Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից այդքան նվազի, որ արդեն հնարավորություն լինի պատկան մարմինների կողմից իրավական ի վերջո պատասխանատվության ենթարկվեն այդ մարդիկ մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի եւ առհասարակ այն բռնապետական հանցագործ Թալանչի ռեժիմի համար, որը իդեմս նշեմ շատ կարեւոր է, որի հետևանքներ այդ ռեժիմի, ինչպես հայկական հեղափոխությունը, այդպես էլ այն պարտությունը, որը զինված ուժերը կրեցին, որտեղ զինված ուժերի բարեփոխումների համար իրականում պետք է առնվազն 10 տարի եւ 2 տարվա մեջ վարչապետ Փաշինյանը որևէ բան չէր հասցնի։ Հիմա ինչ մենք տեսանք այսօր ռազմական շքերթի ժամանակ պետք է ասեմ, որ իհարկե տպավորիչ է եւ մենք գիտեինք այդ ուրեմն ռազմական միջոցների մասին, որը Հայաստանը երկար տարիների ընթացքում, վերջի տարիների ընթացքում գնում էր եւ զարգացնում էր, սա առաջի քայլերն են, իհարկե ակնհայտ է, որ այս ուղղությամբ պետք է եւս ավելի լուրջ քայլեր արվեն եւ ես համոզված եմ, որ հաջորդ 5 տարին շատ ավելի ուրեմն օգտակար կլինեն եւ կհզորացնեն Հայաստանի ինքնիշխանությունը եւ պետականությունը, որովհետեւ չմոռանանք, որ նախորդ 5 տարվա ընթացքում 21, 22, 23 եւ նույնիսկ 24 թվականներին նորից քաղաքացիական պայմանագիրը եւ իշխանությունը ստիպված էին Ղարաբաղի հարցով զբաղվել եւ միայն փաստացի 24-ից կամ նույնիսկ 25-ի եւ 26-ի ընթացքում անցանք արդեն բարեփոխումների օրակարգին։ Ուստի հիմա ունենալով խաղաղության օրակարգ, Վաշինգտոնի համաձայնություններ, այդքան լուրջ համապարփակ ռազմավարական գործընկերություն Վաշինգտոնի հետ, Բրյուսելի հետ առանձին օրակարգ եւ այլն, համոզված եմ, որ 5 տարվա ընթացքում ինչպես զինված ուժերը, այդպես էլ առհասարակ պետականությունը, տնտեսությունը, դրանից ելնող նաեւ ժողովրդագրությունը Հայաստանի եւ այլն հնարավոր կլինի աննախադեպ ուրիշ մակարդակի անցկացնել եւ հաջորդ ընտրությունների համար արդեն նույն քաղաքական դաշտը շատ ավելի առողջ կլինի եւ համապատասխան կլինի ինքնիշխան Հայաստանի, ուստի գործակալներին պատասխանատվության ենթարկելը եւ դա սկսվեց արդեն առաջի ձերբակալվածը կա պետական դավակաճանության համար Ռուսաստանի օգտին Հայաստանի անկախությունից ի վեր առաջի դեպքն է Անդրանիկ Թևանյանը, ես կարծում եմ, որ եւ վարչապետն էլ դա արդեն ասել է հանրային, որ այդպիսի բազմաթիվ մարդիկ կան եւ պատկան մարմինները իրանց հետևում են եւ անհրաժեշտ պահին արդեն կանցնեն քայլերի։ Շնորհակալ եմ, պարոն Թումասյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցում էի միջազգային հարցերով փորձագետ Գեորգի Թումասյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել։ Հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։